Ակցիան իրականացնում եք ձեր խաղաղ, ոնց որ միջև նշված պահը իրականացնում եք, իրականացրեք նման ձևի։ Հասկանալի է, ճանապարհը բացում եք, ամեն ինչը խաղաղ, հասկանալի է, ճանապարհը բացեք, ելի ձեր ակցիան իրականացրեք։ Մենք խնդրում ենք դեղ վրազեկցնեք դուք, որ իրաք շուտ դուրս գան։ Բայց քան ժողովրդի եկել ենք ստեղ պահանջելու։ Ոստիկանությունը փոխանցել է, մնացածը արդեն պատասխանը կտան ոստիկանությունը։ Դե մի սպասում ենք, մի քիչ վրազ, այս 2 ժամից դե սպասում ենք, արձագանք չկա։ Դե խնդրում ենք արագացնել մի քիչ ընթացքի։ Ճանապարհ մի բան, մենք պահանջել ենք, որ պետք է մեզ տեղեկացնեն, ինչ որոշում ենք կայացնել։ Մինչև որոշումը կայացնելը մենք կատարում ենք խաղաղ ակցիա։ Ասացինք, փոխանցվել է այդ ամեն ինչը, մնացածը արդեն պատասխանը կգա ներսը։ Դե հիմա սպասում ենք, էլի։ Դե սպասում ենք, ճանապարհը բացեք, պարոն Դանելյան։ Ճանապարհը բացեք, նոր չէ, այստեղ ենք սպասել։ Այստեղ ենք սպասել։ Այսինքն կհայտնի այդպիսի պատրաստակամություն, նույն պահի ես վստահեցնում եմ, որ այս մասնակիցների ճանապարհը բացելու է։ Այս պայդրությամբ ճանապարհը փակելու նպատակը քննչական կոմիտեի այդ քննարկումները արագացնելն է եւ որևէ մեկին այստեղ իջեցնելու հարցերի պատասխան տալու։ Այն պահին, երբ որ Փիմացին եք խոսում, ստե մի հատ մեծ պատճառ կա։ Ոստիկանությունը այստեղ հասարակական կարգ է ապահովում, հասկանալի է։ Այդ ամեն ինչը բարձ է։ Տապալել է, երբ որ այդ երեխուն 6 հոգով ծեծել են։ Եվ այդ հասարակական կարգը տապալելու համար ժողովուրդ հավաքվել է ու պահանջում է, որ պարզաբանում չտան ոստիկանների գործողությունը վստահություն չի ներշնչում։ Դրա համար այս ակցիան իրականացվում է։ Որովհետև ոստիկանների գործողությունների վստահություն չեն ներշնչում։ Դրա համար կարծիքն է, հասկանալի է։ 4 օրային մարդուն, երբ որ խոշտանգվել է ոստիկանության կողմից, ոչ մեկ դեռ հենց ձերբակալված չի։ Դա փաստ է։ Ում հետ ենք բանը, Դավիթ հետ ենք լավելիս։ Ոստիկանները։ Ուրեմն ոստիկանության հարգելի ներկայացուցիչներ, դուք եք ծառայողներ։ Ես էլ փաստաբան եմ իրականացնում իմ մասնագիտական գործունեությունը, բայց այստեղ ես չեմ եկել ներկայացել որպես փաստաբան։ Տիգրանը կարծել է ինքը միայնակ է, ես ներկայացել եմ ցույց տալու համար, որ Տիգրանը միայնակ չէ։ Միևնույն ժամանակ որպես փաստաբան, որպես, չգիտեմ, իրավաբան, որպես այդ մասնագիտությանը տիրապետող հարց ինձ միջև հիմա մի հարց է հուզում։ Ինչու միջև հիմա պարզ չեն այն ոստիկանները, ովքեր Տիգրան Ուլբաբյանի նկատմամբ գործադրել են բռնություն 1, ինչու միջև հիմա նրանց նկատմամբ մեղադրանք չկա առաջադրված, եւ ինչու է միջև հիմա նրանք շարունակում պաշտոնավարել, այսինքն ինչու միջև հիմա նրանք ունեն հնարավորություն ոչնչացնելու խոշտանգման հետքերը։ Այդ նպատակով կներեք, այդ նպատակով մենք ստեղ հավաքվել ենք, սկզբում եթե նկատել եք ճանապարհ չենք փակել, սակայն ստանալով ոստիկանության ինչ որ ներկայացուցիչ կողմից պատասխան առայն, որ քննչական կոմիտեն քննարկում է, ինչ որ մեկը իջնելու է այստեղ եւ մեր պատասխանները տա թե ոչ, նկատելով որ կես ժամ եւ անգամ 1 ժամ շարունակ ոչ մեկ հարկ չի համարել իջնի եւ այսքան ժողովրդի առջեւ որևէ պատասխան տա կամ գոնե հարցնի ինչ է կատարվում, մենք ճանապարհը փակել ենք։ Հենց այս նույն ձևի էլ նախաքննությունն են վարում։ Այ ինչպիսի վերաբերմունք ցուցաբերում են այժմ մեր նկատմամբ, նույն վերաբերմունքն էլ ցուցաբերում են նախաքննության վարույթում Տիգրանի նկատմամբ։ Ասացիք, ընդամենը 5 րոպե առաջ դուք նման այդ հայտարարությունը արեցիք, որ մարդ իջնեն քննչական կոմիտեից, ոչ թե 1 ժամ առաջ, առաջի հերթին։ Միջև հայտարարությունը կատարել մենք ոստիկաններից հետաքրքրվել ենք, ոստիկանները պատասխանել են, որ արդեն փոխանցված է։ Ուրեմն ես այդտեղ կանգնած էի, դուք մոտեցաք, ասեցիք, որ որևէ մեկ ներկայացուցիչ քննչական կոմիտեից պարզաբանում իրականացնի։ Մեկ էլ ասեցիք սպասեք, հեսա կփոխանցեք, մնացածը ձեզ կասեն։ Ոչ թե 1 ժամ առաջ։ Դուք հիմա արեց հայտարարություն եք անում, որ 1 ժամ առաջ։ Նմանատիպ բան չի եղել։ Լավ, 1 ժամ մարդիկ ստեղ հավաքված, քննչական կոմիտեին չի հետաքրում, ինչու են հավաքված, կամ այսօր իմացան, որ այստեղ հավաքա իրականացնում։ 3 առավոտվանից ամբողջ մամուլը խոսում է նրա մասին, որ Տիգրան Ուլբաբյանի հարազատները, մասնավորապես այստեղ բոլոր հավաքվածները նրա հարազատներն են։ Ուզում են հետաքրքրվել եւ իմանալ ինչ է կատարվում։ Հիմա 1 ժամ արդեն հավաքի մասնակիցները այստեղ։ Ինչ որ մեկը պետք է իջնի պատասխան տա կամ չտա, չէ։ Իսկ եթե 5 րոպե առաջ եմ ասել, լավ, այնտեղից այստեղ իջնելի 5 չի 2 րոպե է։ Թող իջնեն։ Փոխանցել եք մնացածը արդեն հեսա կասեն։ Մենք սպասում ենք։ Մենք սպասում ենք։ Հիմա ճանապարհ փակելու։ Ճանապարհ մենք չենք փակել։ Տեսեք ինչ եմ ասում։ Տեսեք ինչ եմ։ Հիմա ներկայային դուք սահմանափակել եք այլ քաղաքացիների տեղաշարժը։ Նախ լսեք ինչ եմ ասում։ Այստեղ ես կարծում եմ հանրության բավականաչափ մասնակիցներ կան եւ այստեղ ոչ թե հանրության այլ մասնակիցների տեղաշարժն ենք մենք սահմանափակում, այլ հանրային շահ ենք ներկայացնում։
Այ հիմա մենք հանրային շահ ենք ներկայացնում։ Հետևաբար եկեք մասնավոր շահերի հետևից չընկնենք, ասենք ինչ որ մեկի տեղաշարժի ազատության իրավունքն ենք սահմանափակել, ինչ որ երթևեկություն ենք փակել կամ չփակել։ Այնտեղ հավաքվելու արդեն մարդիկ այնքան են շատացել, մի հատ խնդրում եմ դեպի ձախ նայեք եւ տեսնեք, որ մարդիկ այնքան են շատացել, որ նույնիսկ այնտեղ արդեն չեն տեղավորվում։ Մեր պահանջը հետեւյալն է, ուզում եք ճանապարհը բացեք, թող քննչական կոմիտեն ձեր պես մտածի այս ամեն ինչի մասին եւ ինչ որ մեկը իջնի 1 վայրկյան հետո ճանապարհը բացվելու է։ Իջնի 1 վայրկյան հետո կբացվի։ Շատ լավ։ Հիմա մենք սպասում ենք պատասխանին։ Սպասում ենք պատասխանին։